Չարենցավան քաղաքի բոլոր բազմաբնական շենքերի բակերում տեղադրվում են նստարաններ ու աղբամաններ։ Սա քաղաքի բնակիչների կողմից մշտապես ներկայացվող առաջարկություններից մեկն էր, որը կարևոր է շենքերի հարակից տարածքները բնակիչներին առավել հարմարավետ դարձնելու, համայնքային շփումներն ակտիվացնելու տեսանկյունից։ Նոր նստարանների տեղադրման աշխատանքները սկսվել են թե քաղաքում, թե գյուղական բնակավայրերում։ Ըստ տարվա համայնքային բյուջեով հաշվի առնելով մեր բնակիչների բազմաթիվ բնակիչների դիմում խնդրանքները, համայնքային բյուջեից կազմակերպել ենք աղբամանների եւ նստարանների երկու տեսակ խմբականակի գնման գործընթաց։ Առաջի փուլով գնման գործընթացով աղբամաններ եւ նստարաններ ենք տրամադրել գյուղական համայնքներին իրենց վարչական տարածքների անվանումներով։ Մի որոշ խմբականակ ավելացել է, որը կտեղադրենք մեր համայնքային բանուկ տարածքներում։ Երկրորդ խմբականակով եւս հաշվառելով դիմումները ձեռք բերեցինք թվով 200 նստարան եւ աղբարկը, որոնք նախատեսված է միայն մեր բազմաբնակարան շենքերի բակերի համար։ Այսօր արդեն իսկ սկսվել է առաջի խմբականակի մատակարարումը եւ տեղադրման գործընթացը սկսել ենք միկրոթաղամասից 7-րդ, 8-րդ եւ 9-րդ թաղամասներ։ Նստարանների հետ զուգահեռ համայնքը ձեռք է բերել նաեւ զրուցարան տաղավարներ։ 9-րդ թաղամասի երկրորդ շենքի բնակիչներն արդեն հասցրել են նորավոճ տաղավարում նշել բակային փոքրիկ միջոցառումներ։ Իմ շենքը երկրորդ շենքն է 9-րդ թաղամասի, ստեղ կա շատ լավ տաղավար, որը նոր է, շատ հավես է անցնում, բոլորս իրար հետ համերաշխենք եւ իրար հետ ամեն տոնը հավես անցկացնում ենք։ Տաղավարում եք հավաքվում, ինչ եք անում տաղավարում։ Ծուններ ենք նշում այսպես հավես։ Եվ Ինչ կուզես։ Կուզեի ճոճոնակներ ավելանային, որ ավելի հավես լինի։ Երևի մեկ էլ դաշտ լիներ ստեղ շատ։ Այս տարվա համայնքային բյուջեից նախատեսել ենք եւս մեկ ծրագիր, գնման գործընթացով գնել ենք թվով 8 հատ նոր տեսակի զրուցարան տաղավարներ, որոնք արդեն եւս տեղադրված են համայնքի տարբեր հասցեներում։ Իրենք նոր որակի են, նոր բովանդակությամբ են եւ հաճելի նվեր մեր համայնքի բնակիչներին։ Դե իսկ այս ամենի համատեքստում ամենակարևորը երեխաների առօրյան է։ Հիմնանորոգվում են նախկինում կառուցված բոլոր ֆուտբոլի խաղահրապարակները, զուգահեռ վերանորոգվում կամ վերակառուցվում են 4-րդ թաղամասի 7-րդ, 3-րդ թաղամասի 9-րդ, 5-րդ թաղամասի 3-րդ շենքերի հարակից խաղահրապարակները, 2-րդ թաղամասի 2-րդ շենքի հարակից տարածքում էլ նորավոճ պուրակ է կառուցվում։ Հաջորդ տարվա բյուջեով էլ կշարունակվի խաղահրապարակների կառուցումն ու նորոգումը։ Ամենափոքրերի համար էլ տեղադրվում են մանկական խաղասարքեր։ Այս պահին ընթանում է համայնքում եւս համայնքային բյուջեով նախատեսված մի քանի թվով խաղահրապարակների կառուցման գործընթաց, երկրորդ թաղամասում, երրորդ թաղամասում, 4-րդ թաղամասում, գյուղական համայնքներից ունենք Բժնի համայնքում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր համայնքում կան վայրեր, որտեղ որ խաղահրապարակ կառուցելու հնարավորություն չունենք, մենք բյուջեով նույնպես նախատեսեցինք եւ այս տարի թվով 20 կտոր խաղասարքեր ենք մանկական գնել եւ արդենից տեղադրված են մեր համայնքի տարբեր հասցեներում, որոնցից արդեն մեր երեխաները օգտվում են։ Նախաձեռնել ենք նաեւ այս տարի բազմաթիվ խաղահրապարակների նախագծանախաշվային փաստաթղթերի գնման գործընթաց, ինչը արդեն տեղի է ունեցել եւ սկսվել են խաղահրապարակների նախագծման աշխատանքները, կունենանք նախագծերը եւ հետագայում մեր հաջորդ տարիների բյուջեի ընթացքում կնախատեսենք արդեն այդ մնացած խաղահրապարակների վերակառուցման գործընթացները։ Համայնքապետարանը կարևորում է համայնքի բնակիչների հանգիստն ու ազատ ժամանցի կազմակերպումը, վերականգնում է կանաչ տարածքները, ընդլայնում առողջ ու անվտանգ առօրյայի կազմակերպման հնարավորությունները, հատկապես երեխաների համար։ Հավես ճոճոնակ եք բերել։ Շատ եք ճոճորվում։